Ռուսաստանը քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հնարավորությունը Եվրամիության պատժամիջոցների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով ԵՄ շուկայում ստեղծված իրավիճակը էներգետիկ ոլորտում իրականացվող սխալ քաղաքականության հետևանք է։ Պուտինը նշել է, որ Եվրամիության էներգետիկ քաղաքականությունն իր գնահատմամբ չի արտացոլում եվրոպացի քաղաքացիների շահերը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ եղել է եւ մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար իր գործընկերների, այդ թվում Եվրամիության համար։ Հունգարիան Ռուսաստանից ստացել է նավթի եւ գազի մատակարարման երաշխիքներ անփոփոխ գներով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նրա խոսքով կողմերը նաեւ համաձայնել են անհրաժեշտության դեպքում փնտրել էներգիայի մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Ավելի վաղ Սիարտոն Կրեմլում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ քննարկել էին էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։ Սլովակիայի կառավարությունը հանձնարարել է պետական էլեկտրական ցանցերի օպերատորներին ավարտել Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։ Բրիտիսլավան Կիևին մեղադրում է Դրուժբա նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների խափանման համար։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է նաև, որ իր երկիրը կարող է միանալ Հունգարիային եւ արգելափակել Եվրամիության կողմից Ուկրաինային նախատեսված վարկը, եթե Դրուժբա խողովակաշարի շուրջ առաջացած տարաձայնությունները չկարգավորվեն։ Ուկրաինական կողմը պարզաբանել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով եւ դրա վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ։ Չինաստանի ազգային պաշտպանության ծախսերը 2026 թվականին կաճեն 7%-ով։ Այս մասին նշվում է 2025 թվականի բյուջեի կատարման եւ 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ զեկույցում, որը ներկայացվել է 14-րդ ազգային ժողովի 4-րդ նստաշրջանին, հայտնում է Սինուհան։ Սա կլինի 11-րդ անընդմեջ տարին, երբ Չինաստանի պաշտպանական բյուջեն աճում է միանիշ տեմպերով։ 2023-ից 25 թվականին աճը կազմել է մոտ 7,2%։ Փաստաթղթի համաձայն 2026 թվականին ազգային պաշտպանությանը կհատկացվի մոտ 1,9 տրիլիոն յուան, մոտ $275 միլիարդ։